Adobe Photoshop-ի 25 թվականի տարբերակում ավելացվել է հնարավորություն դինամիկ ձևով դիրքորոշել տեքստը text box-ում։ Ինչպես է այն աշխատում։ Եթե մենք օրինակ ունենք այս տեքստը և ցանկանում ենք նրան դինամիկ ձևով դասավորել այս box-ի մեջ, ապա դրա համար մենք պետք է ընտրենք մեր տեքստը և մտնելով Type menu convert անենք այն դինամիկ տեքստի։ Նույնը մենք կարող ենք անել, եթե մենք այս կոնտեքստուալ բառում սեղմենք այս այքոնի վրա կամ Property վահանակում ակտիվացնենք դինամիկ տեքստը, որը կատարվում է այս այքոնի միջոցով։ Եթե մենք օրինակ այժմ սեղմենք այս այքոնի վրա, ապա դուք կտեսնեք, որ մեր տեքստը երկու կողմից կհավասարացվի այս box-ին և այն կդառնա դինամիկ, այսինքն եթե մենք ընտրենք օրինակ տեքստը և փորձենք աշխատել box-ի հետ, նախ կտեսնեք, թե ինչպես է այն համապատասխան դիրքորոշվում մեր box-ի չափին համաձայն և բացի դրանից այստեղ մենք կարող ենք փոփոխել ինչպես տառերի միջև եղած հեռավորությունը առանձին բառի և ամբողջ տեքստի համար, այնպես էլ կարող ենք փոփոխել տողերի մեջի հեռավորությունը։ Եթե մենք օրինակ այժմ բացենք և սարքենք 50%, ապա դուք կտեսնեք, թե ինչպես այդ տեքստը համապատասխան կլցնի մեր box-ը։ Եթե մենք օրինակ այստեղ գրենք 25% և տանք Enter, ապա այդ դեպքում մենք փոփոխենք բառերի միջև եղած հեռավորությունը։ Եթե մենք օրինակ նշենք այստեղ և սեղմենք Enter, Enter-ից հետո դուք կտեսնեք, որ Photoshop-ը կփորձի հավասար դասավորել տեքստը մեր box-ում, ընդ որում նա կփորձի մեծացնել և փոքրացնել ֆոնտերի չափը։ Եթե մենք օրինակ այժմ տանք Enter դինամիկ տեքստին, ապա դուք կտեսնեք, թե ինչպես այն փոփոխվեց։ Եթե մենք ընտրենք այս բառը, ապա այստեղից մենք կարող ենք փոխել բառերի միջև և տողերի միջև եղած հեռավորությունը համապատասխան փոխելով մեր box-ը։ Սա Adobe Photoshop-ի նոր հատկությունն է, որը կոչվում է Dynamic Text և այն թույլ է տալիս տեղավորել տվյալ տեքստը տվյալ տիրույթում։